Ծնվել եմ Բաքվում, այնձև ստացվեց, որ իմ ծնողներս պապաս Բաքվում էր սովորում, հետո Արցախից մամայիս բերեց, ամուսնացան բերեց, ես ու աղբերս ծնվեցինք Բաքվում։ 89 թվականին, երբ որ ջարդերն էր, ցեղասպանություն, ուրիշ ձև չեմ կարող էլի ես դա անվանել, ստիպված էինք տեղից փախնել եւ տեղափոխվեցինք իհարկե տուն, որտեղ որ տատիկներս էին ապրում, մամայիս ու պապայիս ծնողները ապրում էին Արցախում։ Այնտեղ արդեն շարունակեցի ու մնացած կյանքս ապրել եմ Արցախում։ Ցավոք 92 թվականին պատերազմի ժամանակ զոհվեց հայրիկս։ Դրա մասին вообще շատ քիչ էի խոսում, բայց հասկանում եմ հիմա, որ դա կարևոր է, որովհետև 90-ականներին զոհված մարդիկ իրենց ամենակարևորը, իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր այն ժամանակվա ամենավառ ու լուսավոր հաղթանակի համար։ Իրանք նահատակվեցին, որպեսզի մենք իրանց զավակները ապրենք կապույտ երկնքի տակ, դա շատ բանալ է հնչում, բայց այդպես է։ Մենք ապրում ենք կապույտ երկնքի տակ ու ապրում ենք գլուխներս բարձր, որովհետև չենք պատկերացնում, թե ինչ պիտի լինի մեր կյանքում հետո։ Ուղղակի չգիտեմ ինչի մասին էր իմ կյանքը, ինչ պիտի լինի հիմա սրանից հետո, որ իմաստ ունենա իմ կյանքը, որովհետև տոտալ անարդարություն, երբ որ 92 թվականի դեկտեմբերն էր 31-ը, պիտի գա 93 թվականը, գյուղում ենք, տատիկի մոտ, լիքը մարդիկ պատրաստվում են նոր տարուն, չնայած են ամենավատ տարիներն էր, սոված, մութ, շատ վատ տարիներ, բայց մեկը, գյուղում ինչ-որ մեկը խոզ էր մորթում, ինչ-որ մեկը գինի էր քաշում, ես ինչ էր անում, նոր տարի են դիմավորում, իսկ մեր տանը ոչ մի բան չենք նախատեսում անել, եւ տատիկս, պապայի մաման եկավ, մամայիս ասում է դու ինչու չես պատրաստում գոնե մի հատ վինեգրետ երեխաների համար, մաման ասում է Գրիշան չկա, ինչի մասին է խոսքը, ինչ նոր տարի առանց Գրիշայի, որովհետև պապաս դե ինքը շատ ընտանիք սիրող, իր վրա հավաքող, երբ որ ինքը գալիս էր, մի հատ մեծ խնջույք էր դառնում, ինքը շատ սիրում էր իր ձեռքով այդ ամեն ինչը պատրաստի։ Իսկ տատիկս նայեց մամայիս, ասեց լսի, ես քեզ ինչ եմ ասում, մի անգամ ասում եմ, ել չեմ կրկնելու։ Իրանց հայրը զոհվեց դրա համար, որ իրանք ապրեն, ոչ թե տխուր նստեն ու տեսնեն, թե ոնց են մնացածները ապրում։ Այսինքն խոսքը դրա մասին է, որ ապրելով մենք չենք մոռանում իրենց հարածը, ապրելով մենք պահում ենք վար իրանց հիշատակը, որովհետև ինքը զոհվեց, որ մենք ապրենք։ Մենք փորձում ենք ապրել, փորձում ենք ճիշտ ապրել, փորձում ենք իր անունը բարձր պահենք, ինչքան որ ստացվեց։ Բազմազան նախարարություններ ունեմ, առաջինը դա աշխատել երեխաների հետ եւ 25 տարի դասավանդում էի, աշխատում էի երեխաների հետ, մինչ օրս աշխատում եմ երեխաների հետ ու իմ ոնց որ ես զգում եմ, որ դա իմ կյանքի նպատակն է, տալ երեխաներին ամեն ինչ, որ իրանք հասկանան, թե որն է կարևոր արժեքը, որն է կարևոր գաղափարը, ինչպիսին պիտի լինի իսկական հայը։ Շատ կարևոր է, երբ որ աշխարհին նայում ես արվեստի միջոցով, ուրիշ գույներով։ Եվ ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր հիշում են, միշտ ասում են, միշտ զանգում են, եւ այդ իմ տվածը իրանց օգնում է։ 20 թվին, որ ասեմ, չենք պատկերացնում, սուտ կլինի, մենք գիտենք, որ պատերազմ պիտի լինի, պատկերացնում ենք, որ մի օր պատերազմը լինելու է, բայց մեկը երբևէ չես կարող ասել, որ վաղը պատերազմը լինելու ես պատրաստ եմ։ Միշտ անսպասելի է սկսվում այդ ամեն ինչը։ Հենց սկիզբը պատերազմի է, որովհետև այդ պահին մենք տանը չէինք, 10 տարեկան տղա երեխաս տանը մենակ էր։ Երբ որ այդ ամեն ինչը սկսվեց, ստիպված ինքը տեսավ այն ինչ որ եթե կողք կլինեի ինքը չի տեսնի, այսինքն ինքը չէր իմանում անգամ որտեղ գնա ինչ անի, քանի որ այդ առաջի ռումբերը հենց մեր հայաթում էր, առաջի վիրավորները տեսավ այդ խաոսի մեջ ինքը մենակ էր, 10 տարեկան փոքր երեխա։ Ու դրանից հետո մի տարի ահռելի մեծ աշխատանք արդեն հոգեբանների հետ, որպես ինքը սովորի նորից քնել ու սովորի նորից խոսել։ 44 օրվա պատերազմի ժամանակ ես դուրս չեմ եկել տնից, Արցախից,
Չնայած դրան, որ երեխաս Հայաստանում էր, քրոջ հետ միասին ու պատասխանատվությունը քրոջ վրա էր։ Իմ սուրբ պարտականությունս Արցախում մնալն էր, որովհետև էլի ետ դառնամ 90-ականներին, երբ որ հնարավորություն եղավ ընտանիքը հանել, պապաս որ ասեց մամային, հիմա վերջին հնարավորությունն է երեխաներին վերցուր դուրս արի, որ ես հանգիստ գնամ դիրքեր, կյանքում առաջի անգամ մամաս հակաճարեց պապայիս, ասեց, որտեղ դու, այնտեղ քո կինն ու երեխաները։ Ու այդ խոսքերը իմ համար շատ կարևոր է, որովհետև 44 օրվա պատերազմի ժամանակ իմ շատ մոտիկ մտերիմ հարազատներս առաջնագիծ էին եւ ես հստակ պատկերացնում եմ, երբ որ դու դիրքում ես, իսկ քո կեսը տանը, քաղաքում, դու երբևիցե հետ նահանջ չես տա, որովհետև իմանում ես, որ եթե հետ նահանջ տաս, վերջ կգա նաև քո ամենամոտիկ մտերիմ մարդուն։ Դրա համար մնում էի եւ ինչով կարողանում էի օգնում էի։ Ամսի 9-ին, երբ որ ստորագրվեց, ես հիշում եմ այդ գիշերը, որ սաղ զանգում էին, ասում էին, իսկ ես ասում էի, չէ, այդպես բան չկա, տղաները գիտեմ, որ հիմա դիրքերում են, այդ ժամանակ նորագյուղ գյուղում էի, մեր բարեկամի տանը, որտեղ մեր տուն արդեն ռմբակոծված, անտանելի վիճակում, դեղ մնալ հնարավոր չէր, պատվալում ընդհանրապես մարդ չկա, այդ օրվա արևը ու այդ լուրը, երբ որ լսեցինք լուրը, որ պապան զոհվեց, մի շատ լավ արևոտ օր էր, ես ու մաման մեր թումբ ենք ասում, այդ թումբի կողքից այգուց գալիս էինք, երբ որ եկան, ասեցին շատ լավ արև օր էր, ես գլխիս մեջ չէր տեղավորվում, որ այսպիսի արև ու այսպիսի լուր, ոնց կարա մի օրվա մեջ լինի, մի վայրկյանի մեջ լինի։ Ամսի 9-ը ստորագրելու պահը ես ինչքան հնարավոր էր հասա դեպի Շուշի, ինչքան որ հնարավոր էր։ Զինվորները կանգնած են ու ասում են, խնդրում ենք էլի մի կանգնի տեղ, որովհետև սնայպերները աշխատում են ու ես ասում եմ, Աստված թող էլի խփեն, ոնց կարա այսպիսի արև ու այսպիսի լուր լինի։ Անհնարին է։ Արդեն բլոկադայից հետո ամսի 29 սեպտեմբերի այդպիսի արև ու այդպիսի լուրը, որ պիտի լքես քո տունը։ Էլի վերադառնամ տատիկիս, ինքան շատ եմ հիշում տատիկիս, որ իրավունք ունենք ապրելու, թեկուզ պատերազմից հետո 21-20 թվականի պատերազմից հետո արդեն որ փորձում ենք տունը վերանորոգել, փորձում ենք նորից ապրել, մտածեցի, որ մեր գործը պիտի շարունակենք, այսինքն երեխաների հետ գործը պիտի շարունակենք եւ իրավունք ունեն ապրել, ինչ որ հարտակ պիտի լինի, որտեղ երեխաները, երիտասարդները հավաքվում են իրանց այդ հետաքրքրությունների շուրջ։ Բացեցինք Թումանյանց արտը առաջի անգամ, Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա, Թումանյանց արտը, որը որ սկզբից ինքը հարթակ էր, որտեղ մենք աշխատում ենք մեր երեխաների ու ընտանիքների հետ հատուկ կարիքներ ունեցող, որ մենք 16 թվականից հետո աշխատում ենք։ Դրանից հետո սկսեցին հավաքվել երիտասարդները եւ արդեն թեյախմություն, գինի, առաջի պիցցան, առաջի մենյուն եւ փոքրիկ ընտանեկան ռեստորան։ Շրջափակման ժամանակ Թումանյանցը համախմբեց ավելի շատ մարդկանց, որտեղ նախ դիրքը հենց տեղ էր, որ հացի փուրի մոտ էր, երբ որ մարդիկ այդ մեծ հերթերում կանգնում էին, ձանձրանում էին, գալիս էին մեր մոտ, գոնե նստում, շփվում, միջև իրենց հերթը հասնի։ Երիտասարդները գալիս էին մեր այգում, նստում էին, կտրվում էին այդ առօրյա հոգսերից, թեկուզ ուրցով թեյ, առանց ոչ մի բանի, թեկուզ մի բաժակ գինի, որտեղ գինին միջև վերջի օրն էլ կար։ Այգին լավն էր, մեր կենթանիները շատ լավն էին դեղ, իրանց հետ խաղում էին երեխաները, ինքը կենտրոնում էր, բայց ինքը շատ գողտրիկ էր։ Իմիջիալուց ստեղել սենց ստացվեց, երբ որ ստեղ վերաբացվեցինք դեկտեմբեր 2-ներ 2023 թվականի, հավաքեցինք այն մարդկանց, ովքեր որ Արցախից են ու ձեռագործ աշխատանքներ ունեն, ինչ որ բան ունեն վաճառելու, ցերեկը հավաքեցինք այդ մարդկանց, ցուցահանդեսով մեր բացումը արեցինք ու այդ օրվանից աշխատում է էլի մեր ընտանեկան ռեստորանը ու երևի ճիշտ է որ այն ժամանակ բացվեցինք, որովհետև եթե անցներ մի ամիս, երկու ամիս հաստատ չենք բացվի, որովհետև ցավը ցենց ինքը սեղմում է ու դու ավելի խորն ես իրան զգում, սկզբից դու չես ակնկալում ինչա կատարվում քո հետ, հիմա դա ավելի դժվար է անել, բայց արդեն մենք պատասխանատվություն ունենք մեր հյուրերի առաջ, մեր ընկերների առաջ, ովքեր որ գալիս են ստեղ, որովհետև դա հենց ռեստորան կամ սրճարան չի, էլի դա մի հատ
հարթակա էլի մեկ ասում են ոնց որ պիտաչոկ կլինի ու դաժե մտածում եք ասում են կարող է անունը փոխենք պիտաչոկ տնենք, որովհետև եթե ուզում եք լսել Արցախի բարբար, ուրեմն պիտի գաք ստեղ, եթե ուզում եք ծանոթ բարեկամ հանդիպենք, ուրեմն արցախցի եկեք ստեղ, եթե ինչ-որ միջոցառում արցախցիների հետ, ուրեմն եկեք ստեղ եւ ինքը այդպես փոքր հերանց տուն է, էլի ոնց որ գալիս է ստեղ մի քիչ ջերմանում ես, տաքանում ես, հյուրերի մեծ մասը արցախցիներ են եւ դրա համար ոնց որ մեկը մեկիս թիկունք ենք լինում, մեկը մեկիս հույս ենք տալիս, մեկը մեկիս օգնում ենք, որ դիմակայենք այս ամեն ինչին։ Բոլորը գիտեն, որ հեշտ չի, բայց ոչ մեկ չպատկերացնում ինչքան դժվար է։ Ահռելի անարդարությունը, որը որ հիմա մեր 4 կողմն է, եւ իմ համար ոնց որ ամենա խոցելի խումբը տարեց մարդիկ, հատուկ կարիքներ ունեցող մարդիկ եւ պատերազմի միջով անցած տղամարդիկ, մանավանդ 50-ը լրացած կամ 50 անց տարիքի, այդ որ մեր ցավն է, իմ ցավն է, շատ անգամ իրանք չեն խոսում դրա մասին, իրանք չեն խնդրում, բայց անձամբ ես զգում եմ ինչքան է պետք իրանց օգնություն, իրանք չեն գնում կոնտակտին, իրանք չեն ուզում ասել իրանց ցավի մասին, բայց մենք իբր հասարակություն պիտի հասկանանք դա ու օգնենք իրենց։ Հիմա մտածում եմ ինչով կարող ենք օգնել, բոլորիս եմ խնդրում, եթե ինչ-որ մեկը կարում է, թող այդ հարցը պիտի լուծվի, այդ մարդկանց պիտի օգնենք, թե չէ այս լուրերը, երբ որ մարդիկ ինքնասման են լինում, այդ հենց դրանից է, որ նրանք չեն կիսվում, չեն ասում, չեն պատմում։ Մի հատ հանդիպում էր դրսից եկած դեսպաններ, պատգամավորներ, իրանք ուզում էի ուղղակի բացատրեի, հա, կորուստը որն է։ Ես մի հատ դրվագ պատմեցի, որ իմ ամերիկահայ ընկերս եկավ ու ասեց, որ կորցրել է այդ դրամապանակը, որի մեջ, չգիտեմ, $100 կար, մեկ է քարտերը, ինքը շատ ցավ էր ապրում դրա մասին, դրա համար ու ասեց նայեց ինձ, ասեց վայ կներես, ես քո մոտ իրավունք չունեմ դրա մասին խոսել, որովհետև ինչա դրամապանակը, ինչա քարտը, դու կյանքդ ես կորցրել այնտեղ։ Եւ հարցրեցի այդ մարդկանց, ասում եմ, ամեն մեկը իր կյանքում ինչ-որ մի բան կորցրել է, կամ մի մատանի եք կորցրել, կամ մի զարդ եք կորցրել, կամ $10 եք կորցրել, բայց հիմա հիշեք, դուք կհիշեք այդ օրը, երբ որ կորցրել եք, ինչ եք զգացել, ու մինչև օրս չեք մոռանում դա։ Հիմա պատկերացրեք Արցախցու ցավը, երբ որ դու կորցնում ես քո տունը, քո հողը, քո գերեզմանը, քո պատմությունը, քո կյանքը։ Ես շատ հարց եմ տալիս ինձ, ինչին եմ ամենաշատ կարոտում ես։ Այդ ամեն ինչին կարոտում եմ։ Ծետիկների ծլվոլոցը ինչա, սովորական մի բան է, չէ՞։ Բայց ես դրան կարոտում եմ, որտեվ չկա ստեղ դա։ Սովորական մի բան մարախուղ, բայց թարուկ ես մարախուղ չեմ տեսել։ Ստեփանակերտում շատ հաճախ էր սովորական մարդկային ինչ-որ զգացմունքներ, որը դու կորցնում ես։ Չգիտեմ, երևի արցախցիների զգացմունքները մնացել Արցախում։ Մենք բոլորս ապրում ենք, արթնանում ենք, ժպտում ենք, ծիծաղում ենք, գնում ենք ծնունդներ, հարսանիքներ ենք անում, բայց դա ուղղակի ավտոպիլոտ է։ Ներսը բան չկա, ներսը դատարկ է։ Այսօր ամեն մի օրը, որ ապրել եմ Արցախում, ինձ համար երջանիկ է, չնայած այն դժվարություններին, ինչին որ մախվել ենք, հստակ մի բան գիտեմ, որ եթե այսքանից հետո ողջ եմ մնացել, ուրեմն ինչ որ միսիա կա իմ վրա, որ ես պիտի առաջ գնամ։ Եվ ես անչափ շնորհակալ եմ ինձ շրջապատող մարդկանց, որովհետև իմ ուժը հենց իրենք են եւ իմ ուժը ես իրենցից եմ վերցնում, իմ երեխաների հետ աշխատանքից եմ վերցնում։ Ամենակարևորը, որ ես հիմա հասկանում եմ, այն որ համախմբվում ենք ստեղ մենք եւ մենակ այդպես կարող ենք համախմբված բարձրաձայնելով մեր խնդիրները, իրար օգնելով, որտեվ 9 ամսվա շրջափակման ժամանակ ես տեսա, որ մենք միշտ կարող ենք համախմբվել ու միշտ կարող ենք իրար օգնել։ Մեկը մեկիս օգնելով կհաղթահարենք այս դժվար պահը։ Հենց նենց չի, որ այսքան երկար պատմություն ունի հայը։ Մենք պիտի ապրենք ու պիտի արարենք։